Երբեմն Աստծո խոսքը փրկելու համար պետք է այն պատառոտել։ Պատկերացրեք մի վանք, շրջապատված թշնամով։ Նրանց գլխավոր սրբությունը հսկայական մի ձեռագիր, չափազանց ծանր է փրկելու համար։ Մի ծեր վանական առաջարկում է այն այրել, բայց հետո մեկ ուրիշը մի բան է ասում, մի բան այնքան սարսափելի, որ բոլորը սառում են։ Այն ավելի վատ էր, քան այրելը, շատ ավելի վատ։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես ամենամեծ սրբապղծությունը կարող է դառնալ հավատքի գերագույն հրաշքը։ Դուք կիմանաք, թե ինչպես է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կախված եղել այդ աներևակայելի որոշումից։ Բայց ամենակարևորը, ես կպատմեմ երկու հասարակ կանանց իրական պատմությունը։ Մի պատմություն, որն այնքան անհավանական է, որ եթե այն գրված չլիներ մեր պատմության էջերում, ոչ ոք չէր հավատա։ Այն, ինչ նրանք արեցին իրենց ձեռքերով, պաշտպանեց մեր հոգին դարեր շարունակ։ Պատրաստվեք լսելու մի պատմություն, որը կփոխի ձեր պատկերացումը զոհաբերության մասին։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Տաթևի վանքի խորը, լուռ խցերից մեկում օդը թանձր էր։ Այն հագեցած էր մոմի հոտով, նաև հնամենի մագաղաթի բույրով և աղոթքի շնչով։ Ծերունի վանական Գրիգորը կռացել էր փայտե գրակալի վրա։ Նրա մատները, չոր և հանգուցավոր, ամուր բռնել էին գրիչը։ Յուրաքանչյուր տառը, որ նա գծում էր, աղոթք էր։ Յուրաքանչյուր էջը պատարագ։ Նա արտագրում էր ավետարանը։ Լույսը թույլ էր, այն ներս է սողում փոքրիկ պատուհանից։ Պարում էր պատերի սրբապատկերների վրա։ Պատկերում էր Քրիստոսի և Աստվածամոր դեմքերը։ Գրիգորի աչքերը հոգնել էին, բայց նրա հոգին արթուն էր։ Նա գիտեր, որ իր գործը պայքար է, պայքար ժամանակի դեմ։ Ժամանակը քայքայում էր ամեն ինչ։ Այն դեղնեցնում էր մագաղաթը, այն խամրեցնում էր թանաքը։ Բայց Աստծո խոսքը հավերժական է։ Գրիգորը միայնակ չէր իր պայքարում։ Նրա կողքին անտեսանելի կանգնած էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Նա զգում էր մեծն ուսուցչի ներկայությունը։ Մաշտոցը նրանց տվել էր զենք, ոչ թե սուր ու վահան, այլ տառեր, 36 սուրբ նշաններ։ Դրանք պաշտպանում էին հայ ժողովրդի հոգին, դարեր շարունակ։ Հանկարծ դուռը զգուշորեն բացվեց։ Երիտասարդ սարքավակ Հովհաննեսն էր։ Նրա դեմքին անհանգստություն կար։ «Հայր Գրիգոր», շշնչաց նա, «լուրեր կան, թշնամին մոտենում է»։ Գրիգորը չբարձրացրեց գլուխը, նրա գրիչը չդողաց։ Նա ավարտեց տառը, որ սկսել էր, ապա դանդաղ շրջվեց։ Նրա աչքերում վախ չկար, միայն խորը, անսահման տխրություն։ Նա նայեց իր անավարտ ձեռագրին, այն նրա զավակն էր, նրա հավատքի պտուղը, և հիմա այն վտանգի տակ էր։ Ինչպես հարյուրավոր այլ ձեռագրեր, ինչպես ամբողջ Հայաստանը։ Պայքարը նոր էր սկսվում, և ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ սարսափելի զոհողություն այն կպահանջեր իրենցից։ Հայոց պատմությունը գրվել է ոչ միայն թրով, այլև գրչով։ Երբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը 4-րդ դարում ստեղծեց մեր այբուբենը, նա պարզապես գրեր չէր ստեղծում։ Նա կերտում էր տապան, մի հոգևոր տապան, որի մեջ պիտի պահպանվեր մեր ինքնությունը, մեր հավատքը, մեր մշակույթը։ Առանց այդ տառերի մենք կլուծվեինք պատմության օվկիանոսում, կդառնայինք ուրիշների մի մասը։ Մեր վանքերը դարձան այդ տապանի նավահանգիստները, Գլաձորը, Տաթևը, Սանահինն ու Հաղպատը։ Դրանք միայն աղոթատեղիներ չէին, դրանք գիտության և լուսավորության կենտրոններ էին, գրչության դպրոցներ։ Այնտեղ հարյուրավոր վանականներ, ինչպես հայր Գրիգորը, իրենց կյանքն էին նվիրում մի սուրբ գործի։ Նրանք արտագրում էին Աստվածաշունչը, պատմիչների գործերը, փիլիսոփաների աշխատությունները։ Յուրաքանչյուր ձեռագիր ստեղծվում էր մեծ դժվարությամբ։ Նախ պետք էր մշակել կենդանու մորթին, դարձնել այն բարակ, հարթ մագաղաթ։ Հետո պետք էր պատրաստել թանաքը, բույսերից ու հանքանյութերից։ Ամեն ինչ արվում էր ձեռքով, աղոթքով։ Ամիսներ, երբեմն տարիներ էր տևում մեկ գիրք ստեղծելը։ Իսկ մանրանկարիչները, նրանք գույներով աստվածաբանություն էին ստեղծում։ Յուրաքանչյուր գույն ուներ իր իմաստը։ Կարմիրը Քրիստոսի արյունը, կապույտը երկնային ճշմարտությունը, ոսկին աստվածային լույսը։ Այս գրքերը պարզապես առարկաներ չէին, նրանք սրբազան մասունքներ էին։ Նրանց մեջ մեր ժողովրդի հիշողությունն էր, նրանց մեջ Աստծո շունչն էր։
Եվ դրա համար էլ թշնամին միշտ ձգտում էր ոչնչացնել դրանք, քանզի գիտեր, քանի դեռ կա հայոց գիրը, կա հայ ժողովուրդը։ Եվ ահա հայր Գրիգորի խցում լսված լուրը առաջին նշանն էր։ Պատմությունը կրկնվում էր։ Մի նոր փորձություն էր սկսվում։ Թշնամու սուրը սպառնում էր ոչ միայն մարմնին, այն սպառնում էր հոգուն, այն սպառնում էր մագաղաթյա էջերում պահված մեր հավերժությանը։ Լուրը կայծակի պես տարածվեց վանքում։ Վանահայրը, ծերունի արքեպիսկոպոս Բարսեղը, բոլորին հավաքեց եկեղեցու գավթում։ Խաչքարերը լուռ վկաներն էին նրանց հոգու տագնապի։ Եղբայրներ, սկսեց նա հանգիստ, բայց հաստատուն ձայնով, Տերը նոր փորձություն է ուղարկել մեզ, թշնամին մոտ է, մենք պետք է պատրաստ լինենք։ Երիտասարդ սարքավակ Հովաննեսը առաջ եկավ, նրա աչքերում կրակ կար։ Սուրբ հայր, մենք պետք է կռվենք, պաշտպանենք մեր սրբությունները։ Հայր Գրիգորը, որ կանգնած էր մի անկյունում, գլուխը թափահարեց։ Մեր զենքը սուրը չէ որդյակս, ասաց նա մեղմորեն, մեր զենքը հավատքն է, և մեր գրքերը։ Հակամարտությունը պարզ էր, ինչ փրկել, մարմինը, թե հոգին, վանքի քարե պատերը, թե այն հոգևոր ժառանգությունը, որ պահվում էր այդ պատերի ներսում։ Վանահայր Բարսեղը որոշում կայացրեց. մենք կթաքցնենք ձեռագրերը, ամենաթանկ գանձը, մենք դրանք կտանենք լեռները, կթաղենք քարանձավներում, ինչպես մեր նախնիներն են արել դարեր շարունակ։ Սկսվեց տենդագին աշխատանք։ Վանականները մատեմադարանից հանում էին թանկարժեք ձեռագրերը, փաթաթում էին դրանք կտորների մեջ, դնում էին կաշվե պարկերի մեջ։ Յուրաքանչյուր շարժում արագ էր, բայց և զգույշ։ Նրանք վերաբերվում էին գրքերին որպես կենդանի էակների, որպես սրբերի մասունքների։ Բայց մի խնդիր կար, մի հսկայական, անլուծելի խնդիր։ Վանքի ամենամեծ և ամենասուրբ ձեռագիրը Մշո ճառընտիրը չափազանց ծանր էր։ Այն կշռում էր ավելի քան 2 ֆուտ։ Երկու մարդ հազիվ էր կարողանում տեղաշարժել այն։ Այն լեռներ տանելն անհնար էր, այն թաքցնելու տեղ չկար։ Ամբողջ միաբանությունը հավաքվեց այդ հսկա գրքի շուրջ։ Նրանք նայում էին նրան անօգնական։ Ինչպես փրկել այս հրաշքը։ Այն թողնել թշնամու ձեռքին նշանակում էր թույլ տալ, որ նրանք պղծեն իրենց հավատքի խորհրդանիշը։ Դա աններելի մեղք կլիներ։ Հովաննեսը հուսահատված նայեց Գրիգորին։ Ինչ անենք, հայր, Աստված մեզ լքել է։ Գրիգորը ձեռքը դրեց հսկա մատյանի կաշվե կազմին։ Աստված երբեք չի լքում իր զավակներին, շշնջաց նա։ Նա ուղղակի սպասում է, որ մենք գտնենք ճանապարհը։ Բայց դա միայն սկիզբն էր։ Օրերն անցնում էին, լարվածությունը մեծանում էր, հորիզոնում երևում էին թշնամու խարույկների ցխերը։ Վախը սողոսկել էր վանքի պատերի մեջ։ Ամեն գիշեր վանականները ժամերգություն էին անում, աղոթում էին Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով, խնդրում էին Աստծուն հրաշք գործել, փրկել իրենց գանձը։ Վանահայր Բարսեղը հավաքեց ավակների խորհուրդը։ Մենք պետք է որոշենք, ասաց նա հոգնած ձայնով, ինչ ենք անում ճառամտիրի հետ։ Մի ծեր վարդապետ առաջարկեց այրել գիրքը։ Ավելի լավ է այն մոխիր դառնա մեր ձեռքով, քան պղծվի անհավատների կողմից։ Երբ նա դա ասաց, ամբողջ սենյակը սառեց։ Այրել, Աստծո խոսքը, դա սրբապղծություն էր, աներևակայելի միտք։ Հովանեսը ցատկեց ոտքի։ Ինչպես եք համարձակվում, դա մեր նախնիների հավատքն է, դա մեր հոգին է։ Լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Եղբայրները վիճում էին միմյանց հետ։ Ոմանք համաձայն էին այրելու մտքի հետ, մյուսները պատրաստ էին մինչև վերջին շունչը պաշտպանել գիրքը։ Եկեղեցու միասնությունը ճաքեր էր տալիս։ Իսկ ինչ կասեին հավատացյալները, ինչ կասեր ժողովուրդը, եթե իմանար, որ իրենց հոգևոր հովիվները պատրաստ են ոչնչացնել իրենց ամենամեծ սրբությունը։ Վանքի հեղինակությունը վտանգված էր։ Այդ պահին հայր Գրիգորը, որ մինչ այդ լուռ էր, բարձրաձայնեց. «Կա մի պատմություն», սկսեց նա, «մի պատմություն, որը դեռ տեղի չի ունեցել, բայց որը կլինի, մի պատմություն, որը ցույց կտա մեզ ճանապարհը»։ Բոլորը լռեցին, նրանք նայեցին ծեր գրչին։ Նրա աչքերում տարօրինակ լույս կար, կարծես նա տեսնում էր ոչ թե ներկան, այլ ապագան, կարծես նրա միջոցով խոսում էր ինքը Սուրբ Հոգին։
Դա կլինի մեծ եղեռնի ժամանակ, շարունակեց Գրիգորը, երբ մեր ժողովուրդը կանցնի կրակի ու սրի միջով, երբ մուշի Սուրբ Առաքելոց վանքը կդատարկվի, եւ այնտեղ լքված ու անտեր կմնա մի հսկա ձեռագիր, նույնքան մեծ, որքան մերը։ Հովանեսը շունչը պահեց, նա հասկացավ ոչ թե սովորական պատմություն, նա լսում էր մարգարեություն, եւ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հայր Գրիգորի ձայնը փոխվեց, այն դարձավ ավելի խորը, ավելի հանդիսավոր, կարծես նրա շուրթերով խոսում էին գալիք սերունդները։ Նրա խուցը վերածվեց տեսիլքի բեմի։ Երկու հայ կին, պատմում էր նա, եւ բոլորը տեսնում էին այդ տեսարանը։ Երկու փախստական կին կգտնեն այդ ձեռագիրը, մշո ճառընտիրը, նրանք կտեսնեն այն ընկած լքված եկեղեցու հատակին, ինչպես մի որփացած հսկա, նրանք կուզենան փրկել այն, բայց չեն կարողանա, գիրքը չափազանց ծանր կլինի, իսկ իրենք հյուծված ու սոված։ Վանականները լսում էին շունչները պահած, այս տեսիլքը չափազանց իրական էր։ Նրանք կկանգնեն ընտրության առաջ, շարունակեց Գրիգորը, թողնել գիրքը թուրքերի ձեռքը, որպեսի այն այրեն կամ պղծեն, թե անել աներևակայելին։ Մի պահ լռություն տիրեց, այնքան խորը, որ լսվում էր մոմի բոցի խշշոցը, եւ այդ ժամանակ Գրիգորի ձայնը դողաց հուզմունքից։ Կանանցից մեկը կառաջարկի մի բան, որը կթվա սրբապղծություն։ Նա կսի. «Քույր, եկեք կիսենք այն»։ Հովանեսի աչքերը լայն բացվեցին։ Կիսել Սուրբ Գիրքը, պատռել Աստծո խոսքը, դա չի կարող ճիշտ լինել։ Այո, հաստատեց Գրիգորը, կարծես կարդալով նրա մտքերը։ Նրանք կկիսեն այն երկու մասի, ոչ թե ատելությունից, այլ սիրուց, ոչ թե անհավատությունից, այլ հանուն հավատքի փրկության։ Յուրաքանչյուրը կվերցնի իր կեսը, կթաքցնի իր հագուստի տակ եւ կտանի այն իր հետ մահվան ճանապարհով։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Սա պատմության շրջադարձային կետն էր, սա հրաշք էր, ոչ թե կրակով ու լույսով հրաշք, այլ մարդկային ոգու հրաշք, հավատքի եւ ինքնազոհաբերության հրաշք, այն միտքը, որ կարելի է պատռել սրբազան մատյանը ոչ թե այն ոչնչացնելու, այլ փրկելու համար, ցնցեց բոլորին։ Մի կինը իր կեսը կթաղի հողի տակ, էրզերումի ոտ, որպեսի փրկի այն հետապնդումից, պատմում էր Գրիգորը, հետո կվերադառնա ու կգտնի այն։ Մյուսը իր կեսը կհասցնի Արևելյան Հայաստան, Էջմիածին, եւ տարիներ անց այդ երկու կեսերը կգտնեն իրար, դրանք կմիավորվեն, եւ գիրքը նորից կդառնա ամբողջական։ Գրիգորը լռեց, նրա դեմքով արցունքներ էին հոսում, բայց դրանք թխրության արցունքներ չէին, դրանք հիացմունքի եւ էվախտագիտության արցունքներ էին։ Նա խորը հոգևոր ցնցում էր ապրել, եւ նրա հետ բոլոր վանականները։ Նրանք հասկացան մի կարևոր ճշմարտություն. Աստված փրկության մեծ գործեր է կատարում սովորական մարդկանց միջոցով։ Գրիգորի տեսիլքը փոխեց ամեն ինչ, բայց ոչ բոլորի համար։ Երբ լուրը տարածվեց, որ նրանք պատրաստվում են կիսել իրենց Սուրբ Մատյանը, վանքում խռովություն բարձրացավ։ Այն վարդապետը, որն առաջարկում էր այրել գիրքը, սարսափահար էր։ Սա սատանայի գայթակղություն է, գոչեց նա։ Դուք ուզում եք մեր ձեռքերով պղծել Աստծո խոսքը, դուք ուզում եք Քրիստոսի մարմինը կիսել։ Նա իր շուրջը հավաքեց մի քանի վանականների։ Նրանք դարձան Գրիգորի եւ վանահոր հակառակորդները։ Նրանք սկսեցին քարոզել, որ սա հերետիկոսություն է, որ ավելի լավ է գիրքը կորչի, քան թե իրենք դառնան սրբապիղծներ։ Եկեղեցու ներսում պայքար սկսվեց։ Մի կողմում կանոնն էր, դարերի ավանդույթը, մյուս կողմում հրաշքով ներշնչված համարձակ հավատքը։ Համայնքը բաժանվեց երկու մասի, ինչպես այն ձեռագիրը, որի ճակատագիրը նրանք որոշում էին։ Հովանեսը, որը սկզբում կասկածում էր, այժմ Գրիգորի ամենաջերմ պաշտպանն էր։ Նա հասկացել էր տեսիլքի խորհուրդը։ Հայրեր, եղբայրներ, դիմում էր նա բոլորին։ Միթե չեք հասկանում, մարմինը փխրուն է, մագաղաթը կարող է այրվել, բայց խոսքը, հոգին անմահ է։ Այդ կանայք կփրկեն ոչ թե թուղթն ու թանակը, նրանք կփրկեն խոսքը, բայց նրա խոսքերը չէին հասնում բոլորին։ Վախը կուրացրել էր նրանց։ Նրանք կառչել էին տառից, բայց կորցնում էին ոգին։ Նրանք տեսնում էին արտաքին ձևը, բայց չէին տեսնում ներքին իմաստը։ Գրիգորը եւ վանահայր Բարսեղը հայտնվեցին մեկուսացման մեջ։ Նրանք ունեին իրենց կողմնակիցները, բայց նաեւ հզոր հակառակորդներ։ Իրավիճակը օրհասական էր։
Թշնամին դրսում էր, իսկ ներսում անհամաձայնություն և պառակտում։ Այդ օրերին Գրիգորը գրեթե չէր քնում, նա աղոթում էր իր խցում, խնդրում էր Աստծուն լուսավորել իր եղբայրների։ Նա գիտեր, որ ժամանակը սպառվում է և որ պետք է գործել։ Վճռական պահը եկավ մի գիշեր։ Հետախույզները լուր բերեցին։ Թշնամին լուսադեմին կհասնի վանքի մատույցներին։ Այլևս սպասելու ժամանակ չկար։ Վանահայր Բարսեղը կանչեց Գրիգորին և Հովհաննեսին։ Ժամանակն է, ասաց նա հաստատակամորեն։ Մենք կանենք այն, ինչ Տերը հայտնեց մեզ։ Նրանք երեքով գնացին Մատենադարան։ Նրանց հետ էին մի քանի հավատարիմ վանականներ։ Գրիգորի հակառակորդները, իմանալով այդ մասին, փորձեցին փակել նրանց ճանապարհը։ «Կանգ առեք, մի արեք այդ սրբապղծությունը», գոռում էր ծեր վարդապետը։ Սկսվեց ուղղակի բախում։ Ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր։ Եղբայրը կանգնեց եղբոր դեմ։ Մի կողմում կանոնն էր, մյուս կողմում հայտնությունը։ Հովհաննեսը կանգնեց նրանց առջև։ «Մենք չենք ոչնչացնում», ասաց նա բարձր ձայնով։ «Մենք սերմ ենք ցանում։ Մենք կիսում ենք այս գիրքը, որպեսզի նրա ոգին ապրի երկու տեղում։ Եթե մի մասը կորչի, մյուսը կմնա։ Սա ոչ թե մահ է, այլ հարության հույս»։ Նրա խոսքերը այնքան անկեղծ էին, այնքան հավատով լի, որ որոշ վանականներ սկսեցին կասկածել։ Այդ պահին Գրիգորը մոտեցավ հսկա ձեռագրին։ Նա ծնկի իջավ, համբուրեց նրա կազմը, ապա վերցրեց հատուկ դանակը, որը օգտագործում էին մագաղատ կտրելու համար։ Նրա ձեռքերը չէին դողում։ Նա զգուշորեն բացեց գիրքը մեջտեղից։ Գտավ այն տեղը, որտեղ ավարտվում էր մի ավետարան և սկսվում մյուսը։ «Տեր, ներիր մեզ», շշնջաց նա, «մենք անում ենք սա ոչ թե մեր կամքով, այլ քո փառքի համար»։ Եվ նա սկսեց զգուշորեն կտրել կազմը։ Ձայնը, որ լսվեց, սրտեր կտրատող էր, կարծես կենդանի մարմին էին կիսում, բայց Գրիգորը շարունակում էր։ Նա գիտեր, որ սա վիրահատություն է, ցավոտ, բայց անհրաժեշտ, փրկության համար։ Երբ դարձն ավարտվեց, նրանք ունեին երկու մեծ հատոր։ Գրիգորը մի կեսը տվեց Հովհաննեսին։ «Դու կտանես սա դեպի հարավ», ասաց նա։ Մյուս կեսը նա վերցրեց ինքը։ «Ես կգնամ դեպի հյուսիս»։ Նրանք նայեցին իրար։ Նրանց աչքերում ուխտ կար։ Մի օր այս երկու կեսերը պետք է վերամիավորվեին։ Սա ակտիվ պայքար էր ճշմարտության և եկեղեցական արդարության համար։ Նրանք ապացուցում էին, որ հավատքը կենդանի է, այն քարացած կանոն չէ, այն կարող է հարմարվել, կարող է գտնել անհավանական ճանապարհներ գոյատևելու համար։ Այն, Ինչ տեղի ունեցավ հետո, դարձավ լեգենդ։ Գրիգորն ու Հովհաննեսը իրենց խմբերի հետ հեռացան վանքից տարբեր ուղղություններով։ Լուսադեմին թշնամին գրավեց և հրդեհեց վանքը։ Նրանք, ովքեր մնացել էին, սպանվեցին։ Ծեր վարդապետը մահացավ գրկած դատարկ գրակալը։ Բայց ձեռագրի հոգին ապրում էր։ Տարիներ անցան։ Պատերազմներն ավարտվեցին, խաղաղություն հաստատվեց։ Եվ մի օր նորակառույց Երևանում, մի վայրում, որը հետագայում պիտի կոչվեր Մատենադարան, երկու ծերունի հանդիպեցին։ Նրանք ճերմաքահեր Գրիգորն ու Հովհաննեսն էին։ Յուրաքանչյուրը իր հետ բերել էր մի մեծ կաշվեկազմ հատոր։ Այն պահը, երբ նրանք երկու կեսերը դրեցին սեղանին իրար կողքի, սրբազան էր։ Դրանք կատարելապես համընկան։ Կտրվածքի գիծը գրեթե անտեսանելի էր։ Պատառոտված ձեռագիրը նորից ամբողջական էր։ Այն ապրել էր, այն հաղթել էր ժամանակին, պատերազմին և մահին։ Այս պատմությունը փոխեց մեր եկեղեցու ընկալումը։ Մարդիկ հասկացան, որ Աստծո խոսքը պահպանելը միայն այն արտագրելը չէ, դա նաև պատրաստ լինելն է անհավանական զոհողությունների, հանուն նրա փրկության։ Համայնքը հասավ նոր հոգևոր ըմբռնման։ Նրանք հասկացան, որ իսկական հավատքը ոչ թե կույր հետևելն է կանոններին, այլ սիրով և իմաստությամբ գործելը, նույնիսկ ամենահուսահատ իրավիճակներում։ Այսօր հազարավոր այդպիսի փրկված ձեռագրեր պահվում են Մատենադարանում։ Յուրաքանչյուրը մի հրաշքի վկայություն է։ Յուրաքանչյուրի էջերին ոչ միայն թանաք է, այլև իրենց փրկիչների արյունը, քրտինքն ու արցունքները։ Մատենադարանը պարզապես թանգարան չէ, այն մեր ժողովրդի հոգրու տապանն է։ Այն վկայությունն է այն բանի, որ գրիչի հավատքը կարող է ավելի ուժեղ լինել, քան կայսրությունների սուրը։ Եվ հիմա, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ հարցնել ձեզ. կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք այդ կանանց կամ այդ վանականների տեղում։ Կհամարձակվեիք կիսել Սուրբ Գիրքը, որպեսզի փրկեք նրա ոգին։ Արդյոք կհետևեիք կանոնին, թե կլսեիք ձեր հավատքի ձայնին։ Այս իրադարձությունների երկարաժամկետ հոգևոր պտուղը մեր գոյությունն է։
Քանի դեռ մենք հիշում ենք այս պատմությունները, քանի դեռ մենք գնահատում ենք մեր տարերի ու գրքերի սրբությունը, մեր հոգին անմահ է։ Աստված պահապան բոլորիս։ Ամեն